իշխանությունները շարունակում են, այսպես ասած, տարբեր հայտարարություններով կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, ամեն դեպքում նաև պնդում են, որ իրենք երբեք չեն հեռանում հիշողությունից, ժխտողականություն չունեն, բայց եւ պահանջում են անկախության հռչակագիրը հեռացնել սահմանադրությունից, այս քաղաքականությունը մեզ ուր է տանելու։ Այն, որ իշխանությունը վաղուց է ուրացել համահայկական օրակարգը, դա բոլորին է հայտնի, որովհետև սկսած Արցախի հարցից, վերջացած ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, իշխանությունը ոչ միայն հետ է կանգնել, այլ ակնհայտորեն գնացել դրա ժխտողական քաղաքականության ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որը նաև բխում է նրանց քաղաքական առաջնորդի այն հայտարարությունից, որ մեր համար օրակարգային հարց է միջազգային ճանաչման հարցը, վերաբերմունքն է իշխանության այս կարևորագույն հարցին։ Ընդ որում նաև պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ հատկապես այս թեման առաջին պլան բերեց այն բանից հետո, երբ որ իշխանությունը 20 թվականից հետո հատկապես տեսանելի ձևով սկսեց հետևողականորեն կատարել ադրբեջանական պահանջներուն եւ նախապայմանները։ Առանձին բլոկով իրականացում է թուրքական նախապայմանները, առանձին բլոկով իրականացում է ադրբեջանական նախապայմանները եւ բնականաբար այս իրավիճակում էլ մենք տեսնում ենք, որ սա ոչ միայն չի բերում իշխանության խոստացած խաղաղությանը, այլ շատ ավելի խոցելի դարձնում Հայաստանի Հանրապետությունը։ Հայտարարություն եղավ ստորագրահավաք բանկի բանտերում ապօրինաբար պահվող գերիների համար, ինչու այլը տեղի չի շարժվում, լուծումները քաղաքական են դրա համար, թե բավարար չափով ջանքեր չեն տարվում։ Գիտեք, շատ կարևոր է, որ պետությունը ինքը մտնում է գործընթացի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները, որոնք արտահայտված են, նրանք ըստ էության ցույց են տալիս, որ այս հարցը առաջնային օրակարգի թեմա չէ։ Որոշակի հանդիպումներում իհարկե ֆիքսի ձևի կամ կարճ որևէ ձևակերպմամբ փորձ է արվում հիշատակել Բաքվում գտնվող հայերի հարցը, բայց այս թեման շատ ավելի լայն է, որովհետև Ադրբեջանը հաստատում է 23 հայի ներկայությունը ադրբեջանական բանտերում այն դեպքում, երբ որ տարբեր տելեգրամյան ալիքներում, տարբեր վկայություններով Ադրբեջանում գտնվող հայերի թիվը շատ ավելի մեծ է, քան Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է։ Կային այնտեղ նաև բռնի անհետացման տասնյակներով դեպքեր եւ այդ մարդկանց հարազատները այսօր բավականին ակտիվորեն նաև պայքարում են, որպեսզի Հայաստանի իշխանությունը կարողանա այս թեման ոչ միայն միջազգայնացնել, այլ հասնել նրան, որ Ադրբեջանը իրական թիվը նաև այս տեսանկյունից հաստատի։ Տեսեք, որ թեմայից խոսում ենք, արդեն 3 թեմա ենք արծարծել, Հայաստանի իշխանության դիրքորոշումը որևէ ձևով հայության մոտեցումները չի արտահայտում եւ եթե իշխանությունը դա համարում է, որ այդ վիճողականությունը նրա համար է, որպեսզի մենք կարողանանք խաղաղության հասնել, ապա ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ այս վիճողականությունը հարված է հասնում Հայաստանի կենսական շահերին, բանակցային գործընթացում Հայաստանի դիրքավորմանը, եւ մեզ շատ ավելի հետ է գլորում, քան մենք կայինք օրինակ 3, 4 կամ 5 տարի առաջ։ Չի արտահայտում հայ ժողովրդի դիրքորոշումը, պետական շահը, ազգային շահը, ամեն դեպքում նրանք շարունակում են դեռ իշխանություն մնալ։ Միաժամանակ, որտեղ շտեղից խորը անմիջական անցումը դա իշխանափոխության օրակարգն է, Հայաստանում գործող եւ ազգային դիրքերից հանդես եկող բոլոր կենսունակ եւ առողջ ուժերի հենց մոտեցումը դրանում է արտահայտված, որովհետեւ մենք ինչ գլխավոր խնդիրների մասին խոսում ենք, մեր համար գոնե հստակ է, որ դրանք առանց իշխանության փոփոխության չեն լինելու, որտեղ սա ոչ թե ինչ որ պահի տարերայնորեն եկած մոտեցում է արտահայտված, այլ այս իշխանության գաղափարական մոտեցումն է։ Իսկ իշխանությունը կամ դրա գլխում կանգնած է գլխավոր գործող անձիկ իրեն գաղափարապես են այդ դաշտում։ Երբ որ ասում են, որ դուք ներկայացնում եք թուրքական նարատիվներ, երբ դուք ասում եք դուք ներկայացնում եք թուրքական օրակարգ, դա նրանց չի վիրավորում։ Նրանք համարում են, որ դա է Հայաստանի ճանապարհը, հասկանում եք, եւ այստեղ գաղափարական բևեռացում, ասա մենակ քաղաքական
հարց չի։ Գաղափարապես այդ մարդիկ են այդպիսի եւ սրանով է պայմանավորված, որ որևէ փոքրիկ փոփոխություն կամ որևէ առհասարակ քննարկում, դիսկուրս այս քաղաքական իշխանությունը չի կարող բերել այս իրավիճակի որևէ ֆունդամենտալ փոփոխությունների։ Այլ ընտրանքը, որը ի վերջո քաղաքացու որոշման հիմքում է, անկախ դրանից դա ընտրության միջոցով է, փողոցում է, թե ինչպես է, դա մեր հասարակության պետք է դառնա որոշումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով, թե գնում ենք այս ճանապարհով։ Իշխանությունը ներկայացնել է իր դիրքորոշումը, որը ճակերտավոր այսպես կոչված խաղաղության օրակարգի տակ է եւ մեր ժողովուրդը տեսել է, որ դա որևէ կենսունակություն չունի, որտեղ դա մեզ բերել է պատերազմ, դա մեզ բերել է հազարավոր զոհեր, դա մեզ բերել է Արցախի կորուստ, դա բերել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների կորուստ։ Երկրորդ տեսակետը հիմնարար, դա ներկայացնում են այն ուժերը, որոնք տեսնում են, թե իրականության մեջ ինչի է բերել այս իշխանության քաղաքական կուրսը եւ գաղափարական առումով ինչ է դա հետագայում հանգեցնելու մեր երկրի համար։